Սամվել Կարապետյանի քարոզչական երթուղին սահմանափակվում է սեփական առանձնատան տարածքով։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը տնային կալանքի տակ է եւ Արարատի ու Արմավիրի մարզերի մի խումբ բնակիչներ իրենք էին նրա հարկի տակ հավաքվել։ Ես ուրախ կլինեի, որ ես գայի ձեզ հյուր, բայց մեր իշխանությունները ամեն ինչ արին ու ամեն ինչ անում են, որ ես չկարողանամ շփվել մեր ժողովրդի հետ, որովհետև շատ եմ վախենում։ Մարդկանց բարեկեցությունը 300,000 աշխատատեղը խոստում չէ, այլ եղած բան վստահեցնում է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը։ Մենք չենք ասում խոստանում ենք։ Մենք ասում ենք երաշխավորում ենք մեր պետության համար։ Առաջինը անվտանգություն ապահովելն է, ամենակարևորը հիմա ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս մեր կյանքի էտապում հաջորդը չկորցնենք, դա Սյունիքն է։ Իսկ ուժեղ Հայաստանի քարոզչական թիմը հանգստյան օրերին եւ այսօր օրվա առաջին կեսին Սյունիքում էր լավ կյանքի խոստումներով։ Ագարակցիներ, սիրելի ներվեցիներ, ոնց եք։ Սյունիքում մարդիկ լավ են ապրելու, պղինձը, մոլիբդենը, յուրահատուկ կլիման ու սահմանը։ Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը թվարկում է այն գործոնները, որ չպիտի թողնեն այստեղ աղքատ մարդ լինի։ Ամբողջ ԵԱՏՄ շուկայի միակ սահմանը Իրանի հետ է սա, բայց որևէ անգամ Հայաստանը սա չի օգտագործել։ Հայաստանը, Վրաստանը կլինեն տարանցիկ ուղի Պարսկաստանից դեպի Ռուսաստան։ Ամեն տարի համարյա $1 միլիարդ իրանց շրջանառությունը ավելանում է։ Խոստանում են գազ ու նավթ բերել, էլեկտրաէներգիա մատակարարել։ Դուք չեք պատկերացնի շարժա սկսվում։ Իսկ թե ինչ խնդիր կարող է լինել, եթե ուժեղ Հայաստանի պատկերացրած երաշխավորված խաղաղությունը չլինի, Նարեկ Կարապետյանը բացատրում էր հենց Իրանի սահմանից։ Իսկ գիտեք սա ինչ է։ Սա արդեն Պարսկաստանն է, ընդամենը 30-40 մետրի վրա։ Դուք պատկերացեք մի իրավիճակ, եւ ամերիկյան ընկերությունը կլինի այստեղ, իսկ պարսկական զինված ուժերը այստեղ։ Թրիփի չեղարկման մասին կուսակցությունը չի հայտարարել։ Շեշտում են մեկից ավելի երաշխավորներ են պետք Միացյալ Նահանգներից բացի Ռուսաստան, Չինաստան։ 30 մետր է 40, ինքնաձիգով կահարվածի, հողաթափիկ էլ շպրտի կահասնի։ Դրա համար, երբ մենք ասում ենք մեր հայրենակիցներին պետք է երաշխավորված խաղաղություն, հիմնական նպատակը երաշխավորված խաղաղության, որ բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից ով վկա է եւ պետք է դառնա երաշխավոր, Պարսկաստանն էլ, Իրանն էլ նույնպես լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության երաշխավորը, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Խաղաղության երաշխավորների շրջանակն ընդլայնելու քայլեր կուսակցությունը դեռ չի բացահայտել։ Նարեկ Կարապետյանն առաջարկում է ընդհանրապես վստահել երկրի առաջխաղացման իրենց ծրագրերին, որովհետև դրանք Սամվել Կարապետյանինն են։ Երիտասարդ թիմը ուժեղ առաջնորդով, ով առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ ֆինանսական որևէ կարիք չունի։ Առաջի անգամ առաջնորդ է գալիս Հայաստանում, ով արդեն ունևոր է։ Ոչ թե որ ԿՊՆ եկավ հեծանիվով, դուրս եկավ Range Rover-ով։ Ոչ թե անվտանգությունից, այլ խոպանի հաջողությունից խոսեք իշխող թիմից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր հեռակա Նարեկ Կարապետյանին դիմել։ Պարոն Կարապետյան, բանակի եւ անվտանգության մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է ժամանակին նախ բանակ գնալ, եղբայր։ Սամվել Կարապետյան, անվտանգության մասին խոսելուց առաջ նայի Գերդաստանի անդամներին ու ասա այս ժողովրդին, ինչի քո տղաները, աղբորդ տղաները, բարեկամներդ բանակ չեն գնացել։ Խոսում ես վարչապետի տեխնացուի բանակի ծառայելուց, երբ Սամվել Կարապետյանը ծառայել է բանակին, ամենամեծ աջակցությունն է տվել հայկական բանակին։ Քո ղեկավարը չի ծառայել բանակում։ Ապրիլյան պատերազմին մասնակցել է մայիսին։ Հետևն կանգնած ու դեմքն էլ չի փոխվում։ Շատ տպավորված ենք մեր սիրելի սյունեցիների ընդունելությունից, շատ արդյունավետ աշխատանք ենք ունեցել Սյունիքում։ Ուժեղ Հայաստանի քարոզչական թիմն այս պահին Վայոց ձորի մարզում է։ Նախընտրական 2 հավաք է նախատեսված ու մի համերգ։